Մարդը ինքնին գնում է գործելու հանցագործություն, խառնաշփոթ եւ բանաստեղծում է տեղ, սկսում են հրել մարդկանց իր թիկնապահները եւ տղաներին այդ բրդբրթոցի մեջ հարվածում է թիկնապահը Նիկոլ Փաշինյանին, դրա կադրերը կան եւ արդյունքում ձերբակալվում է դպրոցական տղա, վատառողջ, որը հիմա վերակենդանացման բաժնում է եւ դրա որևէ հիմք, որևէ անհրաժեշտություն այդ ամենի պարզավոր չկար, ինչպես եւ մնացած բոլոր դեպքերում, հա, կար դրված խնդիր վախացնել, որպեսզի երիտասարդները չունենան իրենց դիրքորոշում, չունենան ակտիվ քաղաքացու կեցվածք, չունենան եկեղեցու հանդեպ հարգանք, սեր, այսինքն ինչ է նշանակում դպրոցական երեխան գնացել է եկեղեցի պատարագի, ոնց կլինի։ Պիտի նստի այդ երեխան դրա համար։